Դրամատիկականի հարազատ բեմն է։ Ավագույն երիտասարդ սերնդի դերասաններն այս անգամ լռում են։ Կորստի ու ցավի մասին լռությունը ծանր է։ Գյումրին հրաժեշտ տվեց բազմաթիվ կերպարներ կերտած արվեստի վաստակավոր գործչին, բոլոր ժամանակների լիրարքային։ Հրաժեշտի ժամերը նաև հիշողությունների մասին էին, որոնցից խոսելը բեմական ընկերների ու հարազատների համար հեշտ չէր։ Թատրոնը կորցրեց արվեստի նվիրյալին, ով կերպարները բեմին զգում էր ամբողջությամբ ու հանդիսատեսին հասցնում իր ստեղծած աշխարհ։ Բեմից ու աշխարհից թռչող տարիներն արդեն անզոր էին հիվանդության դեմ ու ապրումներն այսօր թանկ հիշողությունները պահելու ու ափսոսանքի մասին էին։ Հայաստանի լավագույն թատերական դահլիճում հիմա հանգչում է Հայաստանի լավագույն լիրարքան, սարսափելի խոշոր դերասան, շատ խոշոր դերասան և շատ զիլ մարդ, ընկեր, ափսոս, բառերը հիմա շատ քիչ բաներ են արտացոլում և դժվար է խոսալու, ներողեք, հազար լույս հոգուն։ Տաղանդավորագույն արտիստ կորցրեցինք մենք, հրաշալի քաղաքացի, արվեստի յուրօրինակ ձեռագիր ունեցող մարդ, աշխարհընկալումը լրիվ այլ, վերևներում սավառնող, և ես չգիտեմ դեռ որքան ես կապրեմ, բայց այն էներգետիկան, դերասանական այն բարձրակետը, որ ինքը ցույց տվեց լիրարքայի դերում, և այն հայացքը, որ ես տեսա իր աչքերի մեջ, դա հավերժ ինձ հետ կգա մինչև իմ կյանքի վերջը, որպես տաղանդավորագույն արտիստի, որին ես բախտ եմ ունեցել տեսնելու և իր ժամանակակից համարվելու։ Շատ թատրոններում է խաղաց, բայց մեր թատրոնում լիրարքան է իմ հիշողության մեջ, որտեղ ես իր հետ խաղում էի, և ինքը լիր էր, ես գլոստեր, ամենամեծ հիշողությունը լիրարքանը, հրաշալի ներկայացում, հրաշալի բեմադրություն, ես շնորհակալ եմ Արծվիր Սահակյանին իր այդ բեմադրության համար և շնորհակալ եմ նաև, որ այդ դերը Ռաֆայելը կերտեց և մենք պատիվ ունեցանք նաև վերջի շրջանում շփվելու, որովհետև դրանից հետո ինքը հիվանդանում էր շանութ մեջ և մենք չկարողացանք երկար խաղալ լիրարքը, մեր թատրոնին պատիվ բերող, Հայաստանին պատիվ բերող ներկայացում։ Հիշողությունները մեծ են, նա շնորհալի էր, նա, չգիտեմ, պակասեց ևս մեկ տաղանդավոր դերասան։ Ռաֆայել Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում, 1971 թվականին աշխատել է Գավառի պետական թատրոնում, 1980 թվականին ընդունվել է Մոսկվայի արվեստի ակադեմիան, 1985 թվականին Խորեն Աբրահամյանի հրավերով ընդունվել է Լենինականի Մռավյանի, ներկայիս Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն, 1989 թվականին Ռաֆայել Գրիգորյանը տեղափոխվել է Երևան և աշխատել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 1994 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, աշխատելով Լոս Անջելեսի Հայ թելերադիոում։ Հիմնադրել է Մհեր Մկրտչյան թատերախումբը, Ռաֆայել Գրիգորյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2015 թվականին Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կոչմանը։ Այս կոչմանն արժանի ռեժիսորն ու դերասանը նաև լավ ընկեր էր, հոգատար հայր ու ամուսին։ Մեր 10-20 տարի արդեն կաշխատի մի հատ հետաքրքիր գաղտնիք էր, մարդը չեմ ասել։ Մի հատ հետաքրքիր կերպար կերտել Աբուլալա Մահարի։ Ու 20 տարի ճանձրով դուր չեկավ։ Ուտպես է չկատարվել այդ բանը։ Բայց ինքը կլներ երևի հայ իրողության մեջ եզակի առաջի դերասանը ազնվորություն, որ կարողանալ միջազգային մակարդակի մտածողին ներկայացնել։
Ես այդպես էի գտնում ապրում, ինքն էր այդպես գտնում, որտեղ կան հայկական իրողության մեջ թագավորներ, իշխաններ, բաներ, մանկալ գտնել այդ կերպարը, ու հետո կան տարիներ տանջվել, չարչարվել, ափսոս, չասեր ես կյանքում, կան բան, գործերինք մեզ մարդ առաջերտին։ Ինձ համար շատ մեծ կորուստ էր, որտեղ իմ ընկերը քնած, իմ թիկունքից, ես նրա հետ իմ ստեղծագործական կյանքի սկիզբը իր հետ եմ կապել և իրար հետ ենք ստեղծագործել, գրեթե բոլոր ներկայացումը ես իր մոտ գլխավոր դեր եմ խաղացել, ցավում եմ, որ շուտ գնաց ու ինքը տաղանդավոր տղա էր, տաղանդավոր մարդ էր, հրաշալի մարդ էր, որ հետ կարել էր անվերջ զրուցել և չլցվել, դժվարանում եմ խոսել մի մարդու մասին, որը մեծ ներդրում ունի հայ թատերական արվեստում։ Դրամատիկական թատրոնի բեմին հարազատ դարձած դերասանն այսօր հեռացավ հենց այդ նույն բեմից, թողնելով մի ամբողջ կյանք դերերի, հավերժացած ակնթարթների ու ապրումների մեջ։ Գյումրիում վարպետին հրաժեշտ են տալիս ծափերով ու արցունքներով, որոնք մեկ բան են վկայում՝ թողած արժեքները չեն մոռացվում այս քաղաքում։ Եվ պիտի մենք աղոթենք, միշտ աղոթենք քեզ համար ու տաղանդի համար։ Անաս բարով ընկեր ջան։ Ու հիմա վարակույտի փակվելը վերջաբանի մասին չէ, այլ անցում բեմից դեպի հիշողություն, բառից լռություն, ներկայությունից հավերժություն։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, Հայկ Կապրելյան, այսօր։ Կառավարություն գործարար համայնք ձևաչափով աշխատաժողովը կազմակերպվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց եւ արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության եւ ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր հնարավորություններ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նաեւ հստակեցնել բարեփոխումների առաջնահերթությունները համատեղ որոշումների կայացման համար։ Վարչապետ Փաշինյանը ողջույնի խոսքով հանդես գալով շնորհակալություն է հայտնել տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող գործարար համայնքի ներկայացուցիչներին, փորձագետներին եւ ոլորտային պատասխանատուներին աշխատաժողովին մասնակցելու ու ակտիվ ներգրավում, որովհետեւ տնտեսական զարգացումը եւ նրանից բխող էֆեկտներն են, որ մեզ հնարավորություն պիտի տան կամ պիտի սահմանափակեն մեր հնարավորությունները երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու եւ լուծելու։ Եվ այս առումով իհարկե ես շատ կոնկրետ խնդիր ունեմ այս աշխատաժողովի արդյունքում, ինձ համար կարևոր է նաև հասկանալ, թե ինչ մթնոլորտ է տիրում գործարար միջավայրում եւ ինչ խնդիրներ կան, որ խնդիրներն են, որ կային եւ այլևս չկան, եւ որ խնդիրներն են, որ եղել են եւ շարունակում են լինել, եւ ինչ նոր խնդիրներ են առաջացել, որ խնդիրները լուծմանը մոտ են եւ այդպես շարունակ։ Իհարկե ես ասեմ նաեւ, որ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք այսօրվա քննարկումը դարձնել արդյունավետ, որովհետեւ մեր իրականության մեջ երբեմն պատահում է հետեւյալը, որ այն դեպքերում, երբ գործարար համայնքը եւ կառավարությունը հանդիպում են, կարող է լինել երկու, գուցե ավել հնարավոր մթնոլորտ քննարկման, մի մթնոլորտն է, լավ թե հավաքվել ենք, հենց անցկացնենք, գնանք ամեն մեկս մեր գործերին, իհարկե հիմնականում մասնավոր հատվածը, որ երբեմն ցանկանում է, այսպես ասած, ավելորդ նյարդ չստեղծել այդ ասելիքի շուրջ, եւ երկրորդ ռեժիմն էլ այնա, որ նյարդը այնքան շատ է լինում, որ բովանդակության վրա կենտրոնանալը դառնում է կամ շատ դժվար կամ անհնար։ Ես կուզենայի, որ այսօր, այսպես ասած, շատ լիցքաթափված խոսակցություն լիներ, բայց ըստ էության խոսակցություն լիներ, որպեսզի մենք կարողանայինք այդ թվում կառավարության մեր օրեսդիր մարմնի ներկայացուցիչների եւ մյուս գործընկերների համար
լիներ մի պլատֆորմ առաջկա անելիքների օրակարգ ձևավորելու եւ այդ օրակարգի շուրջ աշխատելու համար այն տրամաբանությամբ, որ եւ կառավարության տեսակետից եւ գործարար համայնքի տեսակետից ընկալվեր, որ մենք այդ պետական շահը սպասարկելուն ուղղված ինչ որ ընդհանուր ճանապարհային քարտեզ ունենք եւ այդ ճանապարհային քարտեզի շուրջ ունենք որոշակի համաձայնություն եւ ընդհանուր ըմբռնում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել կրկին քննարկման պատրաստակամության համար եւ հույս հայտնել, որ հենց այս տրամաբանությամբ տեղի կունենա քննարկումը, մենք այս քննարկումից դուրս կգանք մեր առաջիկա անելիքների վերաբերյալ շատ ավելի կոնկրետ պատկերացումներով եւ մենք կհասկանանք, թե կառավարության ծրագրերը որքանով են ընկալվում գործարար եւ ինչպես են ընկալվում գործարար համայնքի կողմից եւ իհարկե լիցքավորված այդ օրակարգը եւ ճանապարհային քարտեզը հնարավորինս արդյունավետ իրագործելու տեսակետից։ Անվտանգ երթևեկություն ապահովելը պետության առաջնահերթություններից է, առաջին հայացքից չնչին թվացող իրավախախտումը կարող է ողբերգական լինել։ Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ նախաձեռնեց խորհրդարանական լսումներ, առանցքում երկրի ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրներն են։ Համաշխարհային վիճակագրական տվյալների համաձայն ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տարեկան գրանցվում է 1.2 միլիոն մահվան, վրաերթի 50 միլիոն դեպք։ Անդրանիկ Քոչարյանը վստահ է, ընդլայնված կազմով նմանատիպ քննարկումները հնարավորություն կտան սահմանել պետական քաղաքականություն, խնդիրը լուծելու տեսանկյունից։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը մտահոգիչ է նաև Հայաստանում։ Յուրաքանչյուր օր ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դառնում միջինը 1 մարդ, վիրավորվում 16 մարդ։ Չնայած ենթակառուցվածքների եւ երթևեկության կառավարման բարելավման ուղղված միջոցառումներին, արդյունքները, ինչպես տեսնում ենք, բավարար չեն եւ մեզ դեռևս չի հաջողվել առավելագույնս չեզոքացնել բացասական հետևանքները։ Պատահարներին նպաստող գործոնները տարբեր են ոլորտի կառավարում, ենթակառուցվածքների խնդիրներ, տրանսպորտային միջոցների թվի աննախադեպ աճ, երթևեկության մասնակիցների գիտելիքների պակաս, քաղաքացիական պատասխանատվության խթանման ուղղությամբ ոչ բավարար աշխատանքի իրականացում։ Պատգամավորներից բացի դահլիճում են փոխվարչապետը, Հայաստանի ոստիկանապետը, ճանապարհային ոստիկանության պատասխանատուներն ու քաղաքասարակության ներկայացուցիչները։ Ճանապարհային երթևեկության անվտանգությունը կարևոր է յուրաքանչյուրիս համար եւ գտնվում է պետության ուշադրության առանցքում, նշեց հանձնաժողովի փոխնախագահն ու ներկայացրեց վիճակագրական տվյալներ։ 2024 թվականին տեղի ունեցել զոհերով կամ վիրավորներով 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6116։ Իսկ միայն 25 թվականի հունվար-փետրվար մարտ ամիսներին արձանագրվել է 988 զոհերով կամ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահար, արդյունքում 60 զոհ եւ 1391 վիրավոր։ 10 տարում 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել 3600-ից ավելի մարդ, վիրավորվել շուրջ 70,000-ը։ Չպետք է մոռանալ, որ այդ վիրավորներից 2-ից 3000-ը ձեռք են բերում ՑՄԱ հաշմանդամություն։ Պատգամավորն անդրադարձավ նաև գույքային վնասներին։ 24 թվականի ընթացքում գրանցվել է մոտ 72000 գույքային վնասով ճանապարհատրանսպորտային պատահար։ Նույն տարում ապահովական ընկերությունները փոխհատուցել են ավելի քան 20 միլիարդ դրամ։ Այս թվի մեջ չի ներառվում կասկո ապահովագրությունը։ Վերոնշյալ պատկերն անթույլատրելի է ճանապարհային երթևեկության ոլորտում, անհրաժեշտ են անվտանգային լրացուցիչ մեխանիզմներ, նշում է Արմեն Խաչատրյանն ու ներկայացնում ճանապարհային անվտանգության համատեքստում կառավարության իրականացրած աշխատանքները։ Վերջին 5-6 տարում կառավարության կողմից կատարվել է աննախադեպ ծավալի աշխատանքներ։ Նորոգվել եւ կառուցվել են 2414 կիլոմետր մոտ ճանապարհներ։ Սրա մեջ չի մտնում սուբվենցիոն ծրագրերով իրականացված ծրագրերը։ Ճանապարհային անվտանգության ապահովման տեսանկյունից պատգամավորն առանձնացրեց նաև տեղզնման ոլորտի բարեփոխումները, ներդրված բալային համակարգը եւ պարեկային ծառայության հիմնումը։ Պարեկային ոստիկանության ինստիտուտի գոյությունը էական ազդեցություն ունեցավ հանցագործությունների, ինչպես նաև իրավախախտումների
նախականխման, կանխարգելման եւ բացահայտման գործում։ Ճանապարհային անվտանգության որոշ կոմպոնենտներ նաև տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության տիրույթում է։ Գերատեսչությունը աշխատանքներ է իրականացրել ճանապարհների կահավորման, նոր արգելափակոցների տեղադրման մասով։ Միայն 2024 թվականին ճանապարհների հիմնանորոգման վերակառուցման աշխատանքների շրջանակներում տեղադրվել են շուրջ 9433 ճանապարհային նշաններ եւ 121294 գծամետր մետաղական արգելափակոցներ։ Միջպետական ճանապարհներին պլանավորվում է կառուցել կշռման կայաններ, որպեսզի կանխարգելվի գերբեռնված տրանսպորտային միջոցների շարժը, քանի որ դրանք ըստ Քրիստինե Ղալեչյանի հիմնականում դառնում են ճանապարհների վնասման պատճառ։ Ճանապարհային անվտանգության ապահովման տեսանկյունից առանցքային դերակատարում ունի ներքին գործերի նախարարությունը, դրանով էլ պայմանավորված կառույցը պարբերաբար վերանայում է գործիքակազմերը։ Նախատեսվում է իրականացնել օրենսդրական, այնպես էլ կազմակերպչական ու տեխնիկական բնույթի զարգացման միջոցառումների շարունակական իրականացում, որոնք կնպաստեն դրական արդյունքների ապահովմանը։ 2023-ի համեմատ 24-ին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 299-ով, իսկ զոհերի թիվը 45-ով։ Ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի եւ դրանց հետևանքով զոհերի եւ վնասվածքներ ստացած անձանց թվի նվազումը առավելապես պայմանավորված է 2024 թվականին հանրապետության ամբողջ տարածքում բարեկային ծառայության գործունեությամբ, այդ թվում խիստ եւ թիրախային վարչարարության իրականացմամբ։ Չնայած իրականացվող վարչարարությանն այդուհանդերձ կան խնդիրներ, որոնք ոչ միշտ են նկատելի լինում պարեկների կողմից, դրանք տարբեր են սխալ կայանումից մինչև ամրագոտի չկապելը։ Երևանում ես կարամ բազմաթիվ տեղեր ցույց տամ, որտեղ ամեն օր ոստիկանները կողքը անցնում են տասնյակ խախտումով կանած մեքենաների ու անտեսում են։ Սկսած դատախազությունից քննչական մարմինների ծածը ոստիկանություն հաճախ տեսնում ենք, որ չգիտեմ, այդ հատվածներում, այդ շենքերի հարակից հատվածներում մեքենաները կայանված են մայթերի վրա, մեքենաները կայանված են տարբեր տեղեր եւ սա կարծում եմ եւս շատ վատ օրինակ է քաղաքացիների համար, թե ինչպիսին պիտի լինի առհասարակ իրավապահը։ Քաղաքացիները շատ են բողոքում ամրագոտիների կապված լինելու վերաբերյալ պարեկների վերաբերմունքից, տեսեք ասում են Երևանում նույնիսկ նկատում են, բայց ուշադրություն չեն դարձնում, էլի ուշադրության մասով, բայց մարզերում կոնկրետ շատ խիստ է։ Համալիր պայքարում բավարար արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է պատշաճ ուսուցում հենց մանկապարտեզից, նշում են ոլորտի պատասխանատուները։ Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների ուսուցման շրջանակում շուրջ 800 նախադպրոցական մանկավարժ արդեն վերապատրաստվել է։ Ծրագիրն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ։ Բոլոր նորակառույց, մասնավորապես Երևան քաղաքում, մանկապարտեզների բակային հատվածներում ճանապարհային երթևեկության կահավորում է փոքր տեղի ունենում, որով երեխաները պրակտիկ նաև ուսուցում անցնելու հնարավորություն են ունենում։ Այստեղ որպես լրացում Արմեն Խաչատրյանը կարևորում է ուսուցումը նաև հանրակրթական մակարդակում։ Ճանապարհային երթևեկության կանոնները կապված են մարդու կյանքի եւ առողջության հետ։ Եվ ես շատ եմ կարևորում, որ հանրակրթական հաստատություններում այս առարկան նույնպես դասավանդվի որպես պարտադիր առարկա։ Մի քանի ժամ տևած լսումների ավարտին Արմեն Խաչատրյանը նախ շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար, ապա հիշեցրեց, չնայած կառավարությունը վերջին 5 տարիներին լուրջ ջանքեր է ներդնում, այդուհանդերձ անհրաժեշտ է ունենալ ռազմավարական փաստաթուղթ, որտեղ հստակ նշված կլինի, թե որ կառույցն ինչ պետք է անի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման տեսանկյունից։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Արաղչին երկօրյա այցով Մոսկվա է ժամանել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ Արաղչին հայտարարել է, որ Մոսկվայում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի ուղերձը Ռուսաստանի նախագահին փոխանցելու համար։ Նա տեղեկացրել է, որ ուղերձը վերաբերում է միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաեւ երկկողմ հարցերին։ Հանդիպումից հետո Արաղչին հայտնել է, որ Պուտինին ներկայացրել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններում առկա իրավիճակը։ Քննարկվել են նաև ռուս-ամերիկյան բանակցություններն Ուկրաինայի եւ այլ հարցերի շուրջ։ Նա նաև հույս է հայտնել, որ Մոսկվայի եւ Թեհրանի համագործակցությունը կշարունակվի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ողջունել է ամերիկացի, եվրոպացի եւ ուկրաինացի պաշտոնյաների բանակցությունները, դրանք անվանելով հանդիպելու շատ կարևոր առիթ։ Հանդիպումների շրջանակում Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին եւ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթկոֆին։ Մակրոնը վերահաստատել է Ուկրաինայում կայուն խաղաղություն հաստատելու կողմերի ցանկությունը։ Կարծում եմ, բոլորը ցանկանում են խաղաղության հասնել, ամուր եւ կայուն խաղաղության, ասել է Մակրոնը ամերիկացի պաշտոնյաների հետ
հանդիպումից հետո։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ նշել է, որ եթե մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու իրենց ջանքերն արդյունք չարձանագրեն, նախագահ Թրամփին կասեն, որ բանակցություններն այլևս կենսունակ տարբերակ չեն եւ Միացյալ Նահանգները կշարժվի առաջ։ Ռուբիոն հավելել է, որ Միացյալ Նահանգները 3 տարի աջակցել է Ուկրաինային, սակայն այժմ հասել է մի կետի, երբ պետք է կենտրոնանալ այլ հարցերի ուղղությամբ։ Հանդիպումներից հետո Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ բանակցությունները գերազանց են անցել եւ ցույց տվել, որ եվրոպացիները վերադարձել են Ուկրաինայի ապագայի շուրջ բանակցությունների սեղանի շուրջ։ Ֆրանսիայի արտգործնախարարը նաեւ տեղեկացրել է, որ Եվրոպայի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Լոնդոնում։ Փարիզում ուկրաինական պատվիրակության եւ եվրոպացի դաշնակիցների հետ ամերիկյան կողմի բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ։ Մարկո Ռուբիոն Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում շեշտել է ուկրաինական հակամարտությունը լուծելու Դոնալդ Թրամփի ցանկության մասին։ Իր ռուս գործընկերոջ ԱՄՆ գլխավոր դիվանագետը փոխանցել է նաեւ Փարիզում ուկրաինական պատվիրակությանն ու եվրոպացի դաշնակիցներին հղած ուղերձը։ ԱՄՆ նախագահն ու Միացյալ Նահանգները ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի եւ բոլոր կողմերին ներկայացրել են տևական խաղաղության ուրվագծերը։ Լավրովը Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Միացյալ Նահանգների հետ ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները հուսալիորեն վերացնելու նպատակով նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են պահպանել օպերատիվ կապը, այդ թվում հաջորդ շաբաթ ուկրաինական կողմի հետ ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաների նախատեսված հանդիպումների համատեքստում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բնական պաշարների արդյունահանման վերաբերյալ համաձայնությունը կարող է ձեռք բերվել հաջորդ շաբաթ։ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն հայտնել է, որ Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան հուշագիր են ստորագրել, որով հաստատել են հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելու մտադրությունը։ Նախարարը նշել է, որ նախապատրաստվում է ներդրումային հիմնադրամի ստեղծումը Ուկրաինայի վերակառուցման համար։ Համապատասխան համաձայնագիրը հնարավորություններ կբացի զգալի ներդրումների, ենթակառուցվածքների արդիականացման եւ Ուկրաինայի ու Միացյալ Նահանգների միջև փոխշահավետ գործընկերության համար։ Ահա թե ինչու են թիմերն աշխատում փաստաթղթի վերջնականացման ուղղությամբ, նշել է նա։ Նախարարը նաեւ հայտնել է, որ մնում է վերջնական տեսքի բերել համաձայնագրի տեքստը, ստորագրել այն, ապա վավերացնել փաստաթուղթը խորհրդարաններում։ Գազայի հատվածում Համասի ղեկավարը հայտարարել է, որ խմբավորումը պատրաստ է անհապաղ բանակցել բոլոր պատաններին Իսրայելի կողմից բանտարկված պաղեստինցիների հետ փոխանակելու գործարքի շուրջ, որպես պատերազմի ավարտի ավելի լայն գործարքի մաս։ Հեռուստատեսային ելույթում Խալիլ Ալ-Հայան, որը գլխավորում է Համասի բանակցային թիմը Իսրայելի հետ անուղղակի բանակցություններում, նշել է, որ խմբավորումը հրաժարվել է ժամանակավոր զինադադարից։ Պաղեստինյան եւ եգիպտական աղբյուրները հայտնում են, որ երկուշաբթի Կահիրեում հրադադարը վերականգնելու եւ իսրայելցի պատաններին ազատելու համար բանակցությունների վերջին փուլն ավարտվել է առանց ակնհայտ բեկման։ Հայան ասել է, որ Համասն ընդունում է միջնորդների, Կատարի ու Եգիպտոսի առաջարկը ազատ արձակել որոշ պատանների Իսրայելի կողմից բանտարկված պաղեստինցիների դիմաց եւ սկսել բանակցություններ հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացման շուրջ, որը ներառում է պատերազմի ավարտը եւ իսրայելական ուժերի դուրսբերումը Գազայից։ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի 40-օրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը։ Այս տարի այն մեկնարկեց մարտի 3-ից տևեց 48 օր բուն բարեկենդանից մինչև Սուրբ Հարության Զատկի տոնի նախորեն։ Տարածված կարծիք կա, թե պահքը սոսկ դիետա է նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար։ Պահքին գրեթե 8 տարի խիստ հետևող Կապանի բնակիչ Սիրանուշ Վարդանյանը զրկանքի այդ շրջանին չի վերաբերվում միայն որպես սննդակարգի որոշակի փոփոխության, այն ավելին է պետք է նպաստի մեր հոգևոր աճին։ Առաջին անգամ, երբ որ որոշեցի պահքը պահել, թվում էր, թե կարող է դժվար լինել, բայց ասեմ, որ երբ որ սկսում ես, ինքը երբ Աստված ուժ է տալիս, հա, որևէ ինչ-որ դժվարություն չի լինում, հա, ասենք ամեն անգամ նույնիսկ պետք էլ չի լինում հիշել, որ այս պիտի չուտեմ, այս պահկեր, այդքան դժվար չի, հա, որ սկսում ես պահվում է։ Ավելի դժվար է այն, որ պահքի ժամանակ նաև այդ հոգևոր մաքրությունը պիտի լինի, պիտի չզայրանաս, պիտի վատ խոսքեր չասես, պիտի ներես
դիմացինին։ Ինքը ավելի շատ այդ խորհուրդն է, այդ խորհուրդն է քեզ ինչ որ բանից հետ պահելու, հա, կարող ասենք, կարող է լինի մի ինչ որ բան, որ դու շատ սիրում ես, հա, բայց կամ քեզ դրսևորում այդ չանել, հա, որպեսզի նորոգվես, որպեսզի այդ խորհրդին արժանանաս։ Սխալ է այն տեսակետը, թե պահքի ընթացքում ուրախանալ չի կարելի, այն հենց հոգևոր ուրախության շրջան է։ Այստեղ հարց է ծագում, մենք ինչին ենք կարևորություն տալիս սեղանին մատուցվող սննդի առատությանը, թե հոգևոր աճին։ Եթե այս վերջինը չունենանք, այն կվերածվի դիետայի, որը ոչինչ չի փոխի մեր կյանքում, ասում է Հայ Առաքելական եկեղեցին։ Ինչ եմ ասում, մարդը եթե աղոթք չունի, այսինքն պակ առած աղոթքի լինում է անիմաստ, որովհետև դու եթե մի բան ես քեզ զրկում, քեզ մի բան պետք է մի բանով լրացնես, չէ՞։ Այդ աղոթքն է, որ քեզ այդ հոգևոր սնունդն է տալիս, որովհետեւ դու ուժեղանաս եւ կարողանաս շարունակես քո կյանքը։ Սիրանուշն ասում է, ինքը պահքը չի դիտարկում նաև մեղքերից ազատվելու միջոց։ Երբ մենք մեղքերի մասին ենք խոսում, ասենք մենք մեր սովորական մահկանացուներից ինչ խոսենք, եթե Նարեկացին ասում է, որ մենք մեղքերս այնքան է, որ եթե բոլոր ծովերը թանակ դառնային, ցամաքնել թուղթ չէր բավականեցրի, որ ես իմ մեղքերը գրի առնեմ, էլ այսինքն մենք ինչի մասին կարող ենք խոսել։ Հոգևոր առողջացումից բացի սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը կարևորում է պահքը բժշկական տեսանկյունից, պնդելով այն նաև խիստ օգտակար է։ Բջջանյութով, հակաօքսիդանտներով հարուստ սնունդը օգնում է սիրտանոթային հիվանդությունների նվազմանը, ճարպակալման կանխարգելմանը, որոշակի օրուցքային հիվանդությունների կանխարգելմանը, ճամփորդներին, ծերերին, երեխաներին, հիվանդներին խորհրդատարվում չպահել պահ։ Պահքը նաև խորհուրդ չի տրվում են մարդկանց, ովքեր հատուկ բժշկական ցուցումներ ունեն, դրանք արդեն բժշկի հսկողությամբ պետք է լինեն կամ ընդհանրապես պահք չպահեն։ Եվ տարածված այն կարծիքին, թե հանրապետության մյուս քաղաքների համեմատ Կապանում քիչ են եկեղեցի այցելում, հետևում տոնացույցին, Տեր-Ավետիքը հակադարձում է մեծ պահքը օրինակ բերելով։ Իրեն շատերն են մոտենում տարաբնույթ հարցեր տալիս, անգամ մանուկների շրջանում է նկատել պահք պահելու սովորությունը։ Ես նեղվում եմ, անկեղծ ասած, իշտե կապանցի չեմ, բայց նեղվում եմ, ասում եմ, ոչ թե հերո են եղել, այլ մարդիկ ամաչել են, եւ ուղղորդողը չի եղել, մա փարքաս, ասենքն Կապանում, ասենք ամբողջ Սյունիքում ունենք հոգևոր հայրեր, որ մարդիկ սիրով լսում են, ասենք հոգևոր հայրերի, խրատներին, խորտներին եւ այլ։ Հարց են տալիս նաեւ, որ տարիքից կարելի է մարդը պակ պահի։ Տարիքը կապ չունի, եթե մարդը կարողանա, թող անի, եթե չի կարողանա, ավելի լավ չանի։ Սուրբ Հարության ավետիսով ավարտվում է 48 օր առաջ սկսված մեծ պահքը, որը բացվում է ձկով, հավկիթով եւ չամիչով փլավով։ Այս տարի Զատկի տոնը կնշվի ապրիլի 20-ին, որին կնախորդի ճարաքալույցը, այնուհետև պատարակ կմատուցվի։ Կապանում այն կանցկացվի եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եւ Վահանավանքի եկեղեցիներում։ Անչափահասների հետ աշխատանքը համայնքային ոստիկաններից պահանջում է բազմաթիվ հմտություններ, ինչպես հոգեբանական, այնպես էլ իրավական տեսանկյունից։ Հենց այս կարողությունների զարգացմանն էր միտված ապրիլի 10-ին մեկնարկած համայնքային ոստիկանության ծառայողների գործունեության իրավական հիմքերը խորագրով երրորդյա վերապատրաստումը։ Վերապատրաստում իր բնույթով աննախադեպ է, ինչ առումով, որ վերապատրաստմանը մասնակցում է ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Ղեկավար կազմը առաջի անգամ է վերապատրաստում անչափահասների հետ տարվող աշխատանքների մասով։ Վերապատրաստումը լավ հնարավորություն է ընձեռում համայնքային ոստիկանին ծանոթանալու ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագիտական թիմի կողմից մշակված ոստիկանության արձագանքը երեխայի նկատմամբ բռնության եւ անչափահասի կողմից իրավախախտման դեպքում ձեռնարկին որպես աշխատանքային ուղեցույց գործնականում կիրառելու համար։ Համայնքային ոստիկանության ղեկավար կազմի համար այս վերապատրաստումը 3 հիմնական ուղղություններ է ընդգրկում։ Դա իրավական դրույթներն են, որոնք վերաբերում են երեխաների հետ աշխատանքի առանձնահատկություններին, դա երեխաների հետ աշխատանքի հոգեբանական առանձնահատկություններն են առանձին մասով եւ թմրանյութերը կախվածությունը եւ այդ ոլորտում երեխաների հետ աշխատանքի յուրահատկությունը։ Վերապատրաստման ծրագիրը առաջիկայում ընդլայնվելու է եւ որպես մոդուլ կկիրառվի ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ոստիկանների վերապատրաստման համար։ Այս քննարկումները, հանդիպումները շատ մեծ նշանակություն ունեն հետագա մեր գործունեության ընթացքում երեխաների բռնության, նրա հետևանքների կանխարգելման բացահայտման հետ կապված
Ինտերակտիվ քննարկումները, խմբային աշխատանքները եւ փորձի փոխանակումը թույլ են տալիս մշակել աշխատանքային ընդհանուր կանոններ բռնության դեպքերին արձագանքելու եւ կանխարգելելու համար։ Խոսքը այստեղ ոչ միայն պրակտիկ գործողություններ սովորելու մասին է, խոսքը երեխայի կենտրոն մոտեցումներ սովորելու մասին է եւ այստեղ արդեն շատ կարեւոր է, որպեսզի իսկապես ղեկավար կազմը կարողանա համապատասխան մշակույթը ներդնել համայնքային ոստիկանության բաժանմունքներում, որպեսզի նաեւ աշխատակիցները կարողանան պատկերացնել, որ իրենց առօրյա գործողություններում այդ մոտեցումները իսկապես ողջունելի են, իսկապես կարևոր է։ Վերապատրաստումը կազմակերպվել է ներքին գործերի նախարարության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ Միացյալ Թագավորության ֆինանսավորմամբ։